Փաշինյան, նախ խնդրեի անդրադառնալ վերջին օրերի տեղեկություններին Տիգրան կապված, կա տեղեկություն, որ արդեն քարտեզում փոխվել է, Google-ի Տիգրան անվանումը, դուք քաղաքացիներից մեկի հարցին պատասխան դերիչն եք հանձնելու առաջիկայում, ասում եք երկու գյուղ նշեցիք ադրբեջանական անուններ տալով, երրորդը չասեցիք հավանաբար նկատի ունեիք Տիգրան, ճիշտ են արդյոք տեղեկությունները, դուք ավելի վաղ ասում եք, որ այսպես կոչված անկլավների հանձնման համար չկան իրավական հիմքեր, եթե ճիշտ են այդ տեղեկությունները, որ առաջիկա Տիգրան հանձնվելու է, ինչ իրավական հիմք եք դուք հանել ջրի երես, ինչի հիման վրա է դրախելի ունենալու։ Դուք հարց եք տալիս, առաջին հարցը։ Ձեր հարցը հենված է երկու բազիսային դրույթի վրա, երկուսն է սուտը։ Առաջինը, որ Google-ում որևէ անուն է փոխվել, Google-ի գոյության ողջ ընթացքում այդ անունը եղել է այդտեղ, սկսենք այդտեղից, ողջ ընթացքում։ Այսինքն Google Maps-ը կամ Google Earth-ը ինչքան գոյություն է ունեցել, այդ անունը այդտեղ է եղել։ Այլ բան, որ ոմանք նոր են նկատել դրա մասին։ Երկրորդը ասում եք քաղաքացու հարցինի պատասխան դուք ասացիք հանձնում եք չգիտեմ ինչ։ Երկրորդը սուտ է։ Հասկանում եք, այդ կուլտուրան, որ կարելի է նույնիսկ ուղիղ եթերում հնչածը դարձնել սուտ, այդ կուլտուրայի մասին դուք պետք է խոսեք։ Քաղաքացին ասել ինչ եք հանձնում, դուք պատասխանը յուղերի անձել, ես այլ ասում։ Ասում եք դուք սուտ եք ասում, սուտ։ Ձեր հարցը տալիս եք, որ լրատվամիջոցից եք դու, ոչ մի զարմանալի բան չկա։ Ասում եմ դուք սուտ եք ասում, այն ինչ որ դուք ասիք, ձեր հարց երկու բազային դրույթը սուտ է։ Իսկ ընդհանրապես այդ թեմային ես տասնյակ անգամներ անդրադարձել եմ, ասելով հետևյալը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմատայի հռչակագրի հիման վրա եւ սահմանազատում են իրականացրել Ալմատայի իմիջայլոց իրավական պարտադիր ուժ ունեցող թուղթ կա, որ Ալմատայի հռչակագիրը երկու երկրների սահմանազատման բազային հիմքն է եւ այն ինչ 100 անգամ ասել եմ խորհրդային Հայաստանը, անկախ Հայաստանը նույնական է ճշգրիտ խորհրդային Հայաստանի, խորհրդային Ադրբեջանը նույնական է ճշգրիտ խորհրդային անկախ Հայաստանը, անկախ խորհրդային Հայաստանի հետ, անկախ Ադրբեջանը, խորհրդային Ադրբեջանի հետ։ Հիմա այսօր կան հարցեր եւ անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետեւ մենք ինքներս ունենք անկլավ Արցախաշենը։ Այսինքն հրաժարվել դրանից չեմ կարող հրաժարվել, որովհետեւ եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է, ոչ մեկ չի կարող Հայաստանի ինքնիշխան տարածքից հրաժարվել։ Բայց պարզ է, որ դա տենց պարզ թեմա չի եւ որևէ նախ ասեմ որովհետեւ թեմա քննարկվում է, որևէ պայմանավորվածություն, որևէ այսպես ասած ռազմավարություն, որևէ հայեցակարգ այդ հարցի լուծման հետ այս պահի դրությամբ չկա։ Բայց նաև կանոնակարգը սահմանում է դեպքեր, որ պետք է հնարավոր է նաև որ տասնյակ անգամներ ենք խոսել։ Պետք է նայվի, թե այդ հարցին մենք ոնց ենք մոտենում։ Ես չեմ խոսում անկլավների թեմայի մասին, ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքների վերադարձի մասին եւ սահմանազատման թեմայի հետ կապված, ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին։ Եթե սահմանազատման ընթացքում ինչպես կանոնակարգով նախատեսված է որոշ օպտիմալացումներ կլինեն, այդ կարող է լինի, եւ դա եթե լինի, կլինի բաց հրապարակային թափանցիկ։ Մի բան հստակ է եւ աներկբա սահմանազատման արդյունքներով
Հայաստանի Հանրապետության տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Սա երկաթյա տրամաբանություն է, ուրիշ տրամաբանություն չի կարող լինել։ Այն մնացածը, որտեղ կանոնակարգում է նախատեսված է ճանապարհների խնդիր կա, ենթակառուցվածքների խնդիր կա, միացումների խնդիր կա եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն դա սահմանազատման ընթացքում կլուծվի։ Ինչ վերաբերվում է պատերազմի զերծ, այդ մեր ամենամեծ խնդրեմը այն է, որ մենք չենք հասկանում, որ մենք պատերազմի մեջ ենք եղել 2020 թվականի սեպտեմբերի 29-ից առաջ։ 1991 թվականից պատերազմը անընդհատ է եղել, պերմանենտ է եղել։ Ամեն տարի մենք զոհեր ենք ունեցել եւ վիրավորներ։ Ամեն տարի մեր տների վրա կրակոցներ են եղել։ Ամեն տարի։ Եվ էսա տեսեք, երբ որ բազիսային սկզբունքները չեն ընկալվում, ամբողջ իրականությունն է խեղաթյուրում։ Սահմանամերձ գյուղերում տանիք չի եղել, պատուհան չի եղել։ Այսինքն դուք տեսել եք, ասենք օրինակ Տավուշի մարզի Մովսես գյուղի տների պատուհանները եւ տանիքները։ Այսինքն ես պատերազմ եմ հրահարել 2020 թվականին 19-ին, 19-ին, 18-ին, 17-ին, 16-ին, 15-ին Հայաստանը պատերազմի մեջ է եղել։ Նորություն է սա ձեզ համար։ Ամեն տարի մենք զոհ ենք ունեցել։ Առաջին օրացուցային տարին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտի բերումով զոհ չի եղել օրացուցային առաջին տարին 2025 թվականն է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար